Իրենց անունները գտնում ու տեղերն են շտապում զբաղեցնել օլիմպիականները։ Սյունիքի մարզպետի աշխատակազմը դիպլոմներով պարգևատրեց առարկայական օլիմպիադաների մարզային փուլը հաղթահարած աշակերտներին։ Մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը շնորհավորելով դպրոցականներին նրանց նորանոր հաջողություններ մաղթեց եւ կարեւորեց կրթության դերը երկրի զարգացման գործում։ Յուրաքանչյուրիդ ուզում եմ հորդորել, որ ձեր շարունակական կրթության ավարտից հետո ձեր գործունեությունը ծավալեք անպայման Սյունիքի մարզում, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Սյունիքի մարզի եւ հանուն ձեր համայնքների։ Հանդիպումն առավել հետաքրքիր դարձրեց հարցուպատասխանը։ Միջոցառման անցկացման համար ընտրված նոր ձևաչափը թույլ տվեց աշակերտների հետ անմիջական շփման մեջ մտնել։ Միշտ շատ ավելի խիստ պաշտոնական է եղել, իսկ այլ հանդիպումների ժամանակ լսելի էր մեկ կամ մի քանի աշակերտների ձայնը։ Այսօր որոշեցի, որ ոչ թե ուղիղ հարցերը տանք եւ կաշկանդված լինեն, պարզապես հարցերը դնենք եւ ավելի անմիջական ներկայացնենք, ճանաչենք, իրենց ձայնը լսենք եւ փորձենք ավելի մտերմիկ լինել։ Սյունիքից մարզային փուլի շեմը հաղթահարել է 90 աշակերտ, նրանցից որոշները նույնիսկ ոչ թե մեկ, այլ միանգամից երկու առարկայից են հաջողություն գրանցել։ Ապագա Բժիշկ Արյանան հայոց լեզվից առաջին, քիմիայից երկրորդ տեղն է զբաղեցրել։ Ես սիրում եմ հայոց լեզուն որպես իմ մայրենի լեզու, այլ ոչ թե դպրոցական առարկա եւ նաեւ բավական հետաքրքրված եմ, իսկ մասնակցելով կարողացա հաջողություններ գրանցել, իսկ քիմիան որպես բնական գիտություն ինձ բավականին է իր բազմազանությամբ ձգումը, գրավումը, ես քիմիան էլ փորձեցի եւ ոչ ստացվեց, շատ գոհ եմ։ 10-րդ դասարանցի Սամվելն էլ մարզային փուլում ուժերը փորձել է գրականություն, կենսաբանություն եւ քիմիա առարկաներից։ Ի սկզբանե բժիշկ դառնալու մտադրություն չի ունեցել, բայց ուսուցիչները մեծ դեր են ունեցել մասնագիտական կողմնորոշման հարցում, ասում է։ Կոնկրետ օլիմպիադաների առումով շատ են ոգեշնչել, ինձ օգնելով, դժվար խնդիրների իմ հետ հավասարլուծելով, բացատրելով եւ երկար ջանք են թափել։ Օլիմպիադաների մասնակցել եմ 9-րդ դասարանից, սակայն հաջողություն չեմ կրել, հենց այս տարի է, որ մասնակցել եմ մոտ 5 առարկայից դպրոցական փուլի, 3 մարզային, 2 հանրապետական։ Թվում է, թե օլիմպիադաների մասնակիցների թվերը տարեցտարի պակասում են, բայց ցուցանիշները հակառակի մասին են վկայում։ Նշում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերիկ Գանդալյանը։ Այն աշակերտները, ովքեր ունեն իրականում կայուն գիտելիքներ, նրանք մշտապես մասնակցում են եւ պիտի նշեմ, որ կարելի ասել արձանագրել եմ այսպիսի մի բան, որ 5-րդ, 6-րդ դասարանի այն երեխաները, որոնք այսօր պարգևատրվել են, նրանք հաստատ 10, 11, 12-րդ դասարաններում նույնպես մասնակցելու են, որովհետև սա իրենց համար ուղի է, մենք մեծահասակներս փորձում ենք իրենց ոգեշնչել, ոգևորել, նաև տեսնում են ինչպես ենք խրախուսում, ինչպես ենք իրենց վերաբերվում։ Այս պահի դրությամբ հանրապետական փուլից 15 մրցանակակիր սյունեցիներ կան, նրանք մեկ տարի խրախուսական կրթաթոշակ կստանան։